Բարոյցես հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Նարեկացի արվեստի միության հանրային կապերի պատասխանատու Վիկտորիա Փոշոտյանին եւ Նարեկացի արվեստի միության ադմինիստրատոր Գոհար Ստեփանյանին։ Բարոյցես աղջիկներ, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերը ընդունելու համար։ Մենք այսօր խոսենք փետրվարի 28-ին Նարեկացի արվեստի միությունում փաստորեն միջոցառում ունեք ունիսոն հասարակական կազմակերպության հետ համատեղ մեր հետևորդներին եւ հեռուստադիտողներին հիշեցնենք, որ ունիսոն կազմակերպությունը հիմնականում որոշակի խնդիրներ, առողջական խնդիրներ ունեցող հասարակական կազմակերպություն է, դրանց է ներառում իր կազմակերպության մեջ։ Մենք երկար տարիներ աշխատել ենք Արմեն Ալավերդյանի հետ։ Հիմա այսօր հասկանանք, թե ձեր հարթակը ինչու եք տրամադրում, խոսքը արվեստը որպես փոփոխությունների խթան ծրագրի շրջանակներում նոր ժողովրդավարություն հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում եք աշխատատեղերի հարթակ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Հիմա լսենք Տիկին Փոշոտյան ձեզ։ Ինչու որոշեցիք համատեղ այս ծրագիրը իրականացնել, ընդ որում այդ օրը մուտքը ազատ է, անվճար է, դուք նպատակը որն է, ելում եք հրավիրում։ Այն, որ ունիսոնի հետ է կազմակերպելու, ելում եք հրավիրում, այսինքն դրսից մարդիկ կարող են գալ եւ ինչ առաջարկել ձեզ։ Ընդհանրապես Նարեկացի արվեստի միությունը դա հասարակական բարեգործական հասարակական կազմակերպություն է, որը որ մշտապես առանց ֆինանսավորման է ամբողջը կազմակերպում, այսինքն անվճար լինելու մուտքը եւ մասնակցությունը ինչպես միշտ եւ մշակութային ծրագրերի եւ այս ծրագրի եւս լինելու են Հայաստանի բոլոր գործող կազմակերպությունները, որոնք որ ցանկություն կհայտնեն ներկա գտնվելու, Նարեկացի արվեստի միությունը միշտ էլ հատուկ վերաբերմունք է ցուցաբերել հաշվանդամություն ունեցող անձանց նկատմամբ, այսինքն խթանում ենք իրենց ներառումը հասարակական կյանք, սոցիալական կյանք, այս դեպքում փորձում ենք նաև օգնել իրենց աշխատատեղ հայթայթել, այո։ Իսկ ում եք հրավիրել, հրավիրում եք գործատուներին, թե պարզապես հայտարարությունը դուք տարածում եք, նրանք է որոշում գալ թե չգալ։ Հրավիրել ենք եւս, իրենք են ամեն դեպքում որոշում գալ թե չգալ։ Գալու են մի քանի կազմակերպություն, որոնք պատրաստ են, այո, ամրագրել են արդեն, դեռ սպասում ենք նոր ամրագրում, գալու են ներկայանալու են, ամեն դեպքում ոչ չեն պարտավորվում տվյալ պահին գործ առաջարկել, բայց ի նկատի ունենալ մենք ստեղծում ենք հարթակ, որ իրենք շփվեն իրար հետ եւ փորձեն ինչ-որ մի լուծում գտնել։ Միգուցե հենց տեղում ինչ-որ մեկը իրեն գործ հայթայթի տվյալ պահին։ Արդեն զանգարում են նույնպես հաշվանդամություն ունեցող անձինք, որոնք հարցնում են այս ուղղությամբ կա աշխատատեղ, կլինեն ներկայացուցիչներ, թե չէ, փորձում ենք ասել, որոնք որ կան, հրավիրում ենք մեծ հաճույքով եւ ուրախությամբ կամ կհաստատենք այն փաստը, հա, որ եթե մեզ մոտ ստացվի իրենց աջակցել տվյալ գործում։ Ասենք, որ փետրվարի 28-ին ժամը 12-ից 16-ն է լինելու միջոցառումը, հասցեն Երևան Վարդանանց 16 կոտորակ 1 եւ հեռախոսահամար 010 080105 077 5805 35 091 580105։ Մեր հաղորդումը դիտելուց հետո երկու կողմերի մասին է եւ նրանք ովքեր աշխատանք են փնտրում եւ նրանք ովքեր կարող են աշխատանք առաջարկել, կարող են միանալ։ Կարծում եմ արդեն ես փորձեմ խոսել Գոհար Ստեփանյանի հետ, որտեղ հարցերս ավելի շատ երևի թե իրեն են ուղղված, կազմակերպչական հարցերը կուղենք նաև ձեզ Տիկին Փոշոտյան։ Վիճակագրական տվյալները բավականին, ասենք, այսպես ասեմ, մխիթարող չեն, որովհետև 2025 թվականի տվյալների համաձայն շուրջ 190,000 հաշմանդամություն ունեցող անձ է հաշվառված եւ միայն նրանցից 27,000-ը աշխատանք ունի։ Ձեր կարծիքով որն է խնդիրը եւ եթե ոլորտները հիմնականում նայում են կրթություն, մշակվող արդյունաբերություն, սպասարկում, մեծածախ, մանրածախ, առևտուր, որն է խնդիրը, որ ավելի քիչ են ներգրաված։ Աշխատատեղերն են քիչ, հնարավորություններն են քիչ, թե պարզապես հասարակ։ Չէ, նաեւ ուսումից, հա, ուսումից, որտեվ ոչ բոլոր բուհերը, ոչ բոլոր դպրոցները, ոչ բոլոր ուսում տվող կազմակերպությունները, օֆիսները եւ այլ հնարավորություն չունեն, որ հաշմանդամություն ունեցող թեկուզ սայլակով մարդ, կույր մարդ, տարբեր հաշմանդամություն ունեցող Այսինքն աշխատանքային հարմարությունների մասին չէ, նախ միջև աշխատելը պետք է ինչ-որ արվեստ, ինչ-որ գիտություն, ինչ-որ սովորես, որ կարողանաս նաև գտնել աշխատանք, հա, համապատասխան ոլորտում, ինչ որ դու ուզում ես դառնաս, ինչ որ դու ուզում ես ձեռք բերես եւ այլն։ Առաջինը ինձ թվում է մեծ խնդիրը դա է, որտեղ կան կազմակերպություններ, որոնք ուզում են դիզայներներ, որոնք ուզում են աշխատակիցներ, ովքեր ունեն կրթություն,
դիպլոմ եւ ստաժ եւ հնարավորություն, որպեսզի կարողանան տալ աշխատանք մարդուն, հա, դա մի կողմն է, թվում է դա նաեւ կրթությունն է խնդիրը մեծագույն, երկրորդը դա այո հարմարությունն է թեկուս այլակի համար, բռնակների համար, վերելակների խնդիր, որ շենքերում շատ քիչ են, շենքերի դիմաց աստիճաններն են եւ ի վերջո կալ հասնել աշխատանքի դա տրանսպորտն է եւ այլն։ Խնդիրը շատ գլոբալ է լուծման համար, դա շատ գլոբալ խնդիր է, որը ինձ թվում է Եվ ցանկացածի հետ փաստորեն պետք է անհատական մոտեցում ցանկացածին, որովհետև տեսողական խնդիրներ ունեցող, լսողական խնդիրներ, տեղաշարժվելու հետ կապված բոլոր տարբեր են այդ հարմարությունների ապահովման հարցը։ Դրանք եւ հիգիենիկ իրավիճակները պետք է կարողանան ապահովել։ Տիկին Փոշոտյան, փաստորեն դուք ավելի շատ ձեր կազմակերպությունը այսպես ասեմ, պատերի ներսում մտավորականների եք հրավիրում, ավելի մի տեսակ, ավելի կիրթ, ավելի արվեստագետ, ավելի նուրբ հոգեբանություն ունեցող մարդկանց հետ եք շփվում եւ հասկանալի է, որ գոհարիկի տարբերակով ունեցող այդ մեր հայրենակիցների հետ նրանց շփումը լրիվ այլ մակարդակ է, այսինքն նրանք հասկանում են ում հետ է շփվում, ինչպես պետք է շփվել, որպեսզի չնեղացնեն, ինչ խորհուրդ կարող են տալ, կամ պարզապես նստել եւ զրուցել հետները։ Հիմա մեր հասարակության մեջ այդպես չեմ կարող ասել, որ բոլորը 100%-ով նման մարդիկ են։ Նույնիսկ այս աշխատանքը, որ դուք պետք է պատճառ դառնաք, որ իրենք պետք է ունենան, մեծ պատասխանատվություն է, որտեղ դուք հասկանում եք, որ նրանք պետք է ամենամեծ ուշադրության կենտրոնում լինեն բոլոր առումներով։ Յուրահատուկ, այո։ Եվ հենց այս ծրագրի շրջանակներում նույնպես ունիսոնը մարզերով շրջագայություն է կատարել, այսինքն դասընթացներ են անցկացրել, իրազեկել մեր խնդիրը եւ իրազեկելն է հասարակությանը, ճիշտ, այսինքն կրթել, ասենց ասեմ, հա, եւ հաշվանդամություն ունեցող անձանց համար իրենց իրավունքներին ծանոթացնելը, որպեսզի լինի համարժեք եւ հասարակությունը ճիշտ կարողանա գնահատել եւ օգնել եւ շփվել, հա, ընդունել իրենց ոնց որ իրենք կան, ինչը որ իրենք մերպես մարդ են, ոչինչով չեն տարբերում, հասարակությունը պիտի դա հասկանա, ընդունի եւ այդ ժամանակ կլինի լիարժեք հավասարություն, դա հիմնականում դա է, պետք չէ կարծրատիպերին դիպչել, հա, դա պիտի հանվի հասարակության մտածելակերպից, իսկ հաշվանդամություն ունեցող մարդիկ պետք է իրազեկվեն իրենց իրավունքների համար։ Հայաստանի տարածքում իրենք պետք է լինեն լիարժեք ազատ անձնավորություն։ Ազատ մարդ։ Ունիսոնը վիդեո այդ տեսանյութերը պատրաստել, ես ինքս ծանոթացել եմ, նրանք բավականին հետաքրքիր սոցիալական փաստորեն ռոլիկներ են, որոնք շատ մեծ ազդեցություն պետք է որ ունենան։ Հիմա աշխատանքի եւ ինչպես Գոհարիկն ասեց, կրթությունը բավականին շատ կարեւոր է, թե դպրոցում, թե ուսումնական բուհերում եւ այլն։ Դուք հետաքրքրվել եք ինչպես է նրանց ուսումը կազմակերպվում։ Ամեն դեպքում երևի թե պետք է օգտվել ինչ որ զեղչային համակարգերից կամ ինչ որ կրթաթոշակներ պետք է ստանան։ Մարդկանց պետք է օգնել, աջակցել, որտեղ տրանսպորտով գան, ինչպես Գոհարիկն ասեց, արդեն բավականին բարդ է, գուցե նրանք պետք է օգնվեն տաքսի ծառայությունից, մի խոսքով նրանց ծախսերը ավելի շատ են։ Ես հուսով եմ, որ սոցիալ նախարարությունը դրանով զբաղվում է, բայց ես ակնհայտ դա չեմ նկատում։ Ես չեմ կարծում, որ դա իսկապես գործում է։ Հենց նույն հարթակների մասին է խոսքը եւ այլն, հնարավորությունը ստեղծել դեռ վիզուալ շատ քիչ է։ Այսինքն դեռ ասենք, որ մենք քաղաքի կենտրոնում գտնվող շենք քանի տարիների շենք եւ այլն, այսօր խնդիր եղավ Գոհարիկին, ասենք, բարձրացնելու Փարքասով վերելակ նոր ունենք շենքի ներսում, որովհետեւ Արմեն Ալավերդյանն էլ կհիշի, ասուլիսները կազմակերպելու ժամանակ բավականին բարդ էր լինում նրանց այդ տեղաշարժը ապահովելը։ Դա խնդիր է իսկապես։ Խնդիր է կրթությունը, խնդիր է աշխատանքի տեղավորվելը, խնդիր է առողջական խնդիրները լուծելը, ինչպես է կարողանում դրանք էլ, որում եթե մարդիկ գնում են աշխատելու, աշխատանքի հետ պետք է համատեղել առողջությունը։ Գոհարիկ, ինչպես եք պատկերացնում, ինչպես է դա լինելու, որտեղ երբեմն նման մարդիկ ավելի շատ են բացակայում, երբեմն լինում է ոչ չեն բացակայում, բայց ամեն դեպքում դուք կրթության վրա դրեցիք ուշադրությունը ձեր։ Տեսեք, ես ասեմ մի բան, հա, կոնկրետ
դուք ճիշտ եք, որովհետև ես եթե չեմ սխալվում, չեմ ուսումնասիրել, որտեվ ես ճիշտ ասած աշխատում եմ, իմ աշխատաժամերը պայմանավորված է իմ տնօրինության հետ, հա։ Ինձ համաձայնեցրած է իմ բայց եթե ես չեմ սխալվում, մեր հայկական, հա, օրենսգրքով հաշմանդամություն ունեցող անձինք 8 ժամի աշխատանքը համարվում է 4 ժամ։ Այսինքն եթե դու աշխատում ես 4 ժամ, դա սովորական ամբողջ օր է համարվում։ Այդ դա պետք է ինձ թվում է ճշտել, հենց համաձայնեցնել հենց այդ տնօրինության հետ, գործատուի հետ հաշմանդամ ունեցող անձը պետք է ինձ թվում է իր շահագրգռվածության մեջ դա պիտի լինի, էլի ոչ թե գործատուի։ Երկրորդը ես sense ասեմ, օրինական մեծ կազմակերպություններ, ձեզ ասեմ, որտեվ ես 15 տարի առաջ նաև ընդունվել էի Vivassel այն ժամանակով Vivassel հեռախոսի այդ կազմակերպությունը, որը մեծ քանակությամբ հաշմանդամներին վերցրեց, կրթեց, այսինքն հենց այդ ոլորտի մեջ, որ ինքը պիտի լինի, կրթեց, անցկացրեց մեծ տրեյնինգներ, տվեց իրանց այդ գիտելիքները եւ վերցրեց աշխատանքի։ Մենք ունենք շատ մեծ նմանատիպ կազմակերպություններ, որոնք ըստ ցանկության դեպքում կարան նաեւ դիմեն այդ գործողությունների։ Այսինքն եթե կան հաշմանդամներ, ովքեր չունեն կրթություն եւ այդ կրթությունը տարիների չի, հա, կարա լինի 2 ամսում, 3 ամսում, 1 ամսում, ցանկացած մեծ կազմակերպություն, որը ցանկություն ունի ընդունել նմանատիպ անձանց աշխատանքի, ինքը կարա այդ տեսակով կրթի եւ ընդունի աշխատանքի։ Նույն ձև արեց Vivassel-ը, որով մենք բավականին մեծ քանակության տարբեր հաշմանդամություն ունեցող մարդիկ ընդունվեցինք աշխատանքի, ու մինչև այսօրը կան մարդիկ, որ դեռ աշխատում են այդ կազմակերպությունում։ Այնպես որ ձեր միջոցառումը բարեգործական է, ձեր միջոցառումը մի քանի հարց է լուծում, նման մարդկանց աշխատելու հնարավորություն է տալիս, դա զբաղվածության հարցեր է լուծում, ընտանիքում ինչու ոչ ֆինանսական որոշակի վիճակներ է թեթևացնում եւ գործատուների համար էլ կարծես թե եթե ես մի բան էլ ասեմ, կան գործատուներ, որոնք տեղյակ չեն, որ եթե իրանք ունենում են հաշմանդամ աշխատակից, հա, որ ունի հաշմանդամություն, շատ բաներ կա, որ իրանք պետականորեն ինչ-որ օրենքներ կարողանում են շրջանցել կամ շրջել իրենց միջոցով կամ դրա համար է որ նաև իրանք էլ տեղյակ չեն դրա մասին, հա, ասենք չգիտեմ, կարող հենց այդ իրազեկումն է պակասում մեր դաշտում։ Դրա համար գուցե ձեզ պետք է պատրաստել այնպես, որ դուք ձեր իրավունքները իմանաք եւ հետո անցնեք աշխատանքի Նարեկացի արվեստի միությունն ու Նիսոնի հետ այդ ամենը իրականացնում է։ Դուրս տանք արտատել գովազդային դաթարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն,
Կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Մենք խոսեցինք աշխատանքի եւ զբաղվածության մասին հիմնականում, կարևորում ենք կրթությունը, կարևորում ենք աշխատանքային հարմարությունները, այդ հարմարությունները տարբեր են տեսողություն, լսողություն եւ տեղափոխման խնդիր ունեցող անձանց համար, դրանք պետք է լինեն լայն դռներ, հարմարավետ աստիճաններ, նույնիսկ սանհանգույցից օգտվելու հնարավորություններ, այսինքն մենք հասկանում ենք, նա ով պետք է աշխատանքով ապահովի, ինքը իր վրա պետք է վերցնի մեծ պատասխանատվություն։ Կրթությունը շատ կարևոր է։ Հիմա, ինչպես է նաև աշխատանքից բացի կարևոր նրանց զբաղվածությունը մշակութային ոլորտում, այսինքն ինչպես կարելի է կազմակերպել այդ մարդկանց, չգիտեմ, թատրոն գնալը, ֆիլմ դիտելը եւ երևի թե իրենք խմբով են այդ ամենը անում։ Ինչ կասեք, Նարեկացի արվեստի կենտրոնը ինչ է կազմակերպում։ Դե որպես արվեստը, որպես փոփոխությունների խթան ծրագրի համապատասխան եւ մենք մշակութային, հա, կենտրոն ենք, արվեստի կենտրոն ենք, միշտ էլ մշակույթն առաջնային եղել, նույնպես մեզ մոտ մեր կենտրոնում գործում են նվագարաններ, երգի խմբակ, նկարչության խմբակ եւ եւս ունենք թատերախումբ, ներառական ռոտոնդա անվանվամբ թատերախումբ, Մարինե Ասատրյանի ղեկավարությամբ։ Այդ թատերախումբը ծրագրի շրջանակներում մենք կատարեցինք մարզային ծրագիր, մարզային այց, յուրաքանչյուր մարզում տեղի ունեցավ ներկայացում, որը կոչվում է Իմ սրտի տունը ներկայացումը, եւ ես իմ կողմից ուղղակի ասեմ, դա շատ հուզիչ էր, տպավորիչ էր։ Երեխաներ են, որոնք որ դա խնդիրներ ունեն, այո, տարբեր ձևի խնդիրներ ունեն, իրանք միավորված են թատրոնում, արվեստով են միավորված։ Եվ երբ որ ինտերվյու էին վերցնում այնտեղ մարզերից մեկում, շատ հետաքրքիր ասաց տղաներից մեկը, որ ասաց թատրոնը, սա բռունցք է, բոլորը միասին պետք է հավաքվեն եւ կստացվի իսկապես արվեստ։ Եթե մեր հասարակ թատրոնները այդքան բանը հասկանան, մեր արվեստը կբարձրանա։ Այդ երեխաները Մարինե Ասատրյանի շնորհիվ իսկապես այսպես միավորված են, շատ լավն են։ Ու մենք այդ այցերը երեխաների համար էր այդ ներկայացում, դեք այն մեծերն են բնականաբար։ Ծպտուն չի եղել դահլիճում, երեխաների դիտողների կողմից դահլիճից, այնպես էին իրանք կազմակերպվել են դպրոցներում, այո, կենտրոններում, շատ պատկերացրեք առաջի դասարանից մինչև 10-րդ դասարան երեխաները նստած լուր այդ ամբողջ թատրոնի ընթացքում մի շշուկ ձեն չի եղել, այնքան լարված ու ուշադիր էին նայում, որ իսկապես շատ հետաքրքիր էր ու շատ լավ էին խաղում երեխեք, այնց հուզիչ ու շատ հետաքրքիր, շատ տպավորիչ էր ու ամեն խաղից հետո չի եղել, որ ապշում ենք, որ ծափարությունները անվերջ էին։ Պատկերացնում եմ իրենք ինչքան են ոգևորվել, ուրախացել, որ գնահատվում են։ Տեսեք, մենք խոսում ենք Երևանի մասին,
Մարզերում ինչպես, օրինակ այս աշխատանքներից վերադառնում ենք աշխատանքին, որտեղ ամեն դեպքում աշխատանքը շատ կարևոր է։ Մարզերում ինչպես է իրականացվում։ Սովորաբար մարզերում կան աշխատատեղեր, թե կա օրինակ Տավուշուի դա TV կար, որը ներառական էր նույնպես։ Օրինակ դա ինձ համար գովել է, իրանք եկել են մեզ նկարահանելու Տավուշ TV-ն, հենց կոնկրետ ներառական հեռուստաընկերություն է։ Դա լավ է։ Մնացածներից տեղյակ չեմ, բայց ելի ոչ բոլոր տեղերում հնարավորություն կար, հարթակներ կար եւ այն դա այդ խնդիրը ամեն դեպքում այնպես է եղել, որ ներկայացումը բեմադրությունը իջացվել է ներքև, բեմից ներքև, որպեսզի սայլակավոր դերասանուհին չկարողացավ բարձրանալ վերև։ Խնդիրներ կա ամեն դեպքում, բնականաբար դա ամբողջը պետք է լուծվի եւ Երևանում եւ մարզերում։ Տեսեք, դուք որպես հասարակական կազմակերպություն ձեռք եք մեկնում նման մարդկանց եւ փորձում եք համատեղ նրանց մարդիկ նույնիսկ երազանքներ ունեն, այդ երազանքներ իրականություն դարձնել։ Շփվում եք, Գոհարիկ, դուք ինքներդ եք, ընտանիքների դերը ո՞րն է այստեղ, ծնողների։ Մենք ունեցել ենք ժամանակին նման խումբ, որը աշխատել է մեր մոտ եւ ես ինքս անձամբ նկատել եմ, որ ծնողները երբեմն սահմանափակում են առանց այդ էլ արդեն այդ մարդկանց սահմանափակված հնարավորությունները։ Ինչպիսին պետք է լինի հենց ընտանիքի մոտեցում, ընտանիքի աջակցությունը եւ ոչ թե այդ խղճահարությունը, այդ ոչ թե։ Դե շատ մեծ դեր է խաղում ընտանիքի ծնողի, հա, ծնողը շատ մեծ դեր է խաղում։ Եթե հաշմանդամությունը փոքր կամ ձեռք են բերում ավելի վաղ հասակում։ Երբ որ հաշմանդամությունը ձեռք է բերվում, հա, ավելի մեծ տարիքում, դու արդեն կազմակերպված ու կազմավորված մարդ ես լինում, դու ունես քո շրջապատը ու ավելի հեշտ ես դուրս գալի այդ իրավիճակից։ Երեխաների դեպքում ավելի բարդ է, որտեղ ծնողը միշտ ոնց ուսումալնի փորձելու է պաշտպանել, մտածելով, որ հնարավոր է, որ երեխային նեղացնեն, վիրավորեն կամ հա դպրոցում ձեռ առնեն, ծիծաղեն, չգիտեմ, տարբեր բաներ պատճառով սկսում է պաշտպանել իր երեխային եւ այտենց այդ երեխան մեծանում է փակ իրավիճակում չհասկանալով ինչ կարա նաեւ կարա ունենա դրսի նաեւ կարա ունենա ընկերության թեկուս ընկերների հա որ էլի շատ մեծ դեր է խաղում անձի կյանքում դուրս գալ այդ մամայի թևի տակից չգիտեմ ինձ թվում է երևի պիտի հենց ծնողն էլ կրթվի այդ կողմից, հա, ստանա գուցե ծնողեն ինչ-որ հոգեբանական աջակցություն պետք, այո, կրթել է պետք, ինչ-որ իրավիճակներում դուրս գալու ելքերը ցույց տա։ Այդ, հա, Դեպ ասեմ Մարինե Ասատրյանը, որպես ղեկավար դա այդ թատրոնի, նույնպես կարողացել է կազմակերպել ծնողներին, իրանք էլի միավորված են աշխատում, այնքան հետաքրքիր է դա նկատել, ոնց որ յուրաքանչյուր ծնող պատրաստ է օգնել եւ այնան, եւ ընթացքում ոչ ոք այդ ձև չի վերաբերվում իր երեխային, վայ իմ երեխան, նույնպես մի դեպք եղավ, երեխաները ինչ որ իրար լավ չհասկացան ներկայացման ժամանակ։ Ծնողները փորձում էին ինչ որ բան ասեին, արի մի խանգարի ներկայացում Մարինեն ներս մտավ, ասաց մի րոպե անցեկում չեք մասնակցում։ Իրանք հավաքվեցին, գնացին աշխատանքի, դուր բեմ բարձրացան։ Այնքան ճիշտ ինքը վերաբերվեց այն չի թույլաtsնում իրանց անձը, իրանց ուղակի ուժա տալիս եւ ճիշտ է գնահատում իրանց հնարավորությունները։ Իրենք էլ համակերպվում են, համախմբվում են իր շուրջ եւ ստեղծում է արվեստ։ Եվ այդ երեխաները իսկապես արդեն լիարժեք գնահատականով երեխաներ կմեծանան, շատ կարեւոր է դա արվեստի միջոցով դա ուսուցանել, սովորացնել իրենց օգնել եւ մնացած բնակավարներում, որը որ փորձում ենք հիմա ամրացնել, հա, այդ վերաբերմունքը, մարդկանց վերաբերմունքը ու իրանց վերաբերմունքը դեպի իրանց հենց անձերը։ Ես մի առաջարկ ունեմ, եկեք մենք սկսենք համատեղ աշխատել, որտեղ խնդիրները բավականին շատ է, տեսեք արդեն հասկանում ենք, որ աշխատանքի դիմելիս կան խնդիրներ, որոնք պետք է կարողանա հաղթահարել եւ գործատուն ապահովել եւ անձը, ով պետք է այդ աշխատավայրում աշխատի, եւ միջավայրը, որը պետք է կարողանա նրան ընդունի։ Իսկ ինձ թվում է հատկապես երիտասարդների հասակում կարծես թե այս խնդիրը չկա արդեն, որտեղ մի տեսակ լավ երիտասարդություն ունենք եւ շատ լավ երիտասարդություն եւ կարելի ասել պատերազմել ինչ որտեղ նպաստեց շատ հարցեր արդեն փոխվել է վերաբերմունքը որտեղ ցավոք մեր տղաները պատերազմից վերադարձան շատ խնդիրներով եւ առաջարկս հետեւյալն է մենք համատեղ աշխատենք եւ գուցե ձեր այս միջոցառումից հետո մենք կհանդիպենք որտեղ արդյունքները արդեն առարկայական կլինեն եւ խոսենք հասկանալու համար Արդյոք այս ձևաչափով պետք է նպաստենք, որպեսզի
նրանք աշխատանք գտնեն, որտեղ ասում եմ թվերը բավականին ցավոտ են 2024 թվականին պետական աջակցության ծրագրերով աշխատանքի անցել 2086 անձ, որից ընդամենը 18-ը հաշմանդամություն ունեցող եւ ժամանակավոր զբաղվածությունը 1289-ից 183-ն են ունեցել։ Գուցե մեր հաղորդումների միջոցով մենք կխթանենք եւ այդ երկկողմանի կլինի եւ կան չէ աշխատանքի հետ կապված տոնավաճառներ են կազմակերպում, ինչ որտեղ ավելի շփումները մեծ են լինում, այնպես որ ես հաջողություն եմ մաղթում ձեր այս մի բան էլ միջոցառմանը, իհարկե գործատում ինքը կարա ստեղծի մթնոլորտ, միջավայր, հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Նույն Նարեկացի արվեստի միության հիմնադիր տնօրենը մինչ ինձ հանդիպել է, չի պատկերացրել, որ կարա ունենա հաշմանդամություն ունեցող անձ աշխատող, կարա լինի նաև հաշմանդամություն ունեցող անձը արվեստի մեջ նկարիչ, չգիտեմ, գրող, հա, չգիտեմ, թեկուս թատերախում, թե տարբեր բաներ։ Մենք Նարեկի հետ հանդիպել ենք պատահական։ Ու մեր հանդիպում բերել է նրան, որ Նարեկացի արվեստի միությունը հիմնովին նորից վերանորոգվել է եւ ստեղծվել է տվյալ հարմարությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Իսկ թվում է դա ընդհանրապես ցանկություն է, հա, եւ տեսնել բուն խնդիրը, բուն խնդիրը լուծելու համար։ Եվ հիմա մենք փաստորեն փաստացի կունենանք արդեն ամսի 28-ին, քանի հոգի մարդ է եկել ձեզ մոտ, քանիսին են կարողացել աշխատանքի տեղավորել, արդեն այդ թվերը Ես մի բան էլ ասեմ, Նարեկացի արվեստի միությունը դա ընդհանրապես միջնորդ է, հա, այսինքն հիմա կարող եմ մի քիչ սխալ հասկանան ծաղկի ցանկում, որ ոչ թե Նարեկացի արվեստի միությունը տեղավորելու աշխատանքի կազմակերպում է հանդիպում, որտեղ շատ եղել այս վերջերս ես որ զանգահարել են, փորձել են բացատրել, որ ոչ թե մենք ունենք աշխատատեղ, այ ունենք հնարավորություն ծանոթացնել, հա, աշխատատուին եւ հաշմանդամ ունեցող անձանց միասին։ Գուցե իրանք գտնեն ինչ որ ընդհանուր աշխատանք, ընդհանուր ինչ որ տեղ, որ կարող են ընդունել հաշմանդամ ունեցող անձին աշխատանքի։ Կամուրջն ենք, հա։ Դրա համար ամսի 28-ից հետո արդեն մենք կարող ենք հստակ իմանալ։ Նույնիսկ դիտարկում ենք այն տարբերակը, որ ինչ որ արվեստի բնագավառում ինչ որ արհեստ սովորեցնելու տարբերակ, տեխնիկագործություն եւ այլն, դա էլ փող վաստակելու միջոց, արվեստի միջոցով, որը կարող ենք նույնպես համատեղել, հա, կազմակերպել դասընթաց ներկա գտնվող գործատուի հետ միասին։ Պարտադիր չի ինքը հենց այդ պահին վերցնի աշխատանքի, բայց կարող է ինչ-որ բան սովորեցնել եւ այդ մարդը հնարավորություն կունենա փող վաստակելու ինչ-որ միջոցով։ Սա նմանատիպ առաջին միջոցառումն է, որը դուք կազմակերպում եք, դրա համար գուցե ինչ-որ խնդիրների կարող եք ինչ-որտեղ խնդիրներ կարող են առաջանալ կամ ինչ-որ ծրագրեր կամ առաջարկներ ավելի իրավիճակը կարգավորելու եւ բարելավելու։ Այնպես որ մենք ամսի 28-ին ձեզ հաջողություն եմ մաղթում, 28-ից հետո 1 ամիս գուցե ձեզ հնարավորություն տանք այդ հարաբերությունները կտեսնենք ինչպիսին է լինում, որից հետո կհանդիպենք եւ եթե հարկ լինի մի քանի հեռուստա այսպեսի փոքրիկ հաղորդումների միջոցով տեղ հասնել գործատուներին, որ նման մարդկանց ընդունեն աշխատանքի, քանի որ առաջին հերթին զբաղվածության հարցը, հետո ֆինանսը եւ ինչու ոչ, թող նրանք տանից դուրս գան, ինչպես օրինակ Գոհարիկին ես տեսնում եմ ժպիտով, այսինքն նշանակում է, որ իր առողջական խնդիրները ոչ ոք թույլ չեն տալիս իրեն ինչ որ կյանքը չվայելելու կամ չհասկանալու, տեսնում եք։ Եվ շնորհակալություն Նարեկացի արվեստի միությանը նմանատիպ այս ժպիտները կարծում եմ ձեր մենք էլ ենք շնորհակալ մեր միությանը եւ ձեզ հյուրընկալելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել, որպեսզի այս նմանատիպ ժպիտները ավելի շատ լինեն։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։